Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ Մրցաշարից հեռացվել է մարզուհին տրանսգենդեր մարզիկի հետ մենամարտից հրաժարվելու համար։ Միացյալ Նահանգներում մի խումբ ուկրաինացի փախստականներ ստացել են պաշտոնական նամակներ, պահանջով անհապաղ լքել երկիրը։ Ջրհեղեղներ եւ մրրիկներ արդեն 8 զոհ ամերիկյան նահանգներն աղետի եզրին են։ Լոս Անջելեսը համաձայնել է վճարել պատմության ամենամեծ $4 միլիարդ փոխհատուցումը անչափահասների նկատմամբ սեռական բռնությունների համար։ Ջորջիան ավելացնում է կրթական ֆինանսավորումը, մասնավորապես դպրոցներ, աղքատ ընտանիքներ, հարկային արտոնություններ։ Չինաստան versus Թրամփ, նոր մաքսատուրքեր եւ հակաքայլեր, առևտրային պատերազմը խորանում է։ TikTok-ը փրկված է, ժամանակավորապես։ Թրամփը երկարաձգում է գործունեությունը եւս 75 օր։ Սխալմամբ Սալվադոր արտաքսված Ամերիկա բնակ Կիլմար Աբրեգոին վերադարձնել դատավորը պարտավորեցնում է Թրամփի վարչակազմին։ MS-13 հանցախմբի 3 անդամների դաժան սպանության մեղադրանքներ են առաջադրվել Ֆլորիդայում։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Հերթական սկանդալը տրանսգենդեր մարզիկի մասնակցությամբ Մերիլենդից մի սուսերամարտիկ հեռացվել է առաջնությունից, երբ հրաժարվել է մրցել տրանսգենդեր մրցակցի հետ։ Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես Ստեֆանի Թյորները հանկարծ հանում է դիմակը եւ ծնկի գալիս արտահայտելով բողոքը։ Նրա մրցակիցը մոտենում է ու հարցնում, արդյոք վնասվածք է ստացել, սակայն Թյորները պատասխանում է. «Ոչ, ես հրաժարվում եմ մրցել ձեզ հետ, որովհետեւ ես կին եմ, իսկ դուք տղամարդ։ Ես ձեզ հարգանքով եմ վերաբերվում, բայց չեմ մրցի ձեր դեմ»։ Մրցավարն անմիջապես նրան սև քարտ է ցույց տալիս ոչ սպորտային վարքագծի համար ու հեռացնում։ Թյորները պատմել է, որ տխրել է, որովհետև շատ է ներդրել թե ֆինանսապես, թե մարզումների առումով եւ սպասում էր այս մրցաշարին արդար եւ հավասար պայմանով։ Այս դեպքը լայն արձագանք է ստացել։ Միացյալ Նահանգների սուսերամարտի ֆեդերացիան սակայն հանդես է եկել այլ հայտարարությամբ, նշելով, որ իրենք պատրաստ են ապահովել ներառական եւ հարգալից մթնոլորտ բոլոր մարզիկների համար։ ԱՄՆ վարչակազմն այսօր սխալմամբ ուկրաինացի փախստականների հայտնել է, որ իրենց իրավական կարգավիճակը չեղարկվում է եւ նրանք պետք է անմիջապես լքեն Միացյալ Նահանգները։ Նամակում մասնավորապես ասվում է. DHS-ը դադարեցնում է ձեր ներգաղթի կարգավիճակը։ Մի փորձեք մնալ Միացյալ Նահանգներում։ Դաշնային կառավարությունը ձեզ կգտնի։ Խնդրում ենք անհապաղ լքել Միացյալ Նահանգները։ Բայդենի ժամանակ Միացյալ Նահանգներն ընդունել է շուրջ 240,000 ուկրաինացի փախստականների, որոնց մեծ մասը ժամանել է հումանիտար հիմունքներով, ժամանակավոր աշխատանքային իրավունքով եւ արտաքսումից պաշտպանության ներքո։ Թեև DHS-ի հայտարարության մեջ նշվում է, որ այս ցանուցումները սխալմամբ են ուղարկվել, կան մտահոգություններ, որ Թրամփի վարչակազմը կարող է իրականում փորձել հետագա քայլեր իրականացնել ուղղված ուկրաինացիների կարգավիճակի չեղարկմանը։ Ամեն դեպքում այս փաստը ցույց է տալիս, որ արդեն իսկ կան հավաք գրված տվյալներ որևէ բազային կենտրոնում։ Թեպետ Թրամփի վարչակազմը պաշտոնապես չի չեղարկել U4U ծրագիրը, այն կասեցրել է ընդունելությունները եւ կարգավիճակի երկարաձգման գործընթացը։ Նույն քաղաքականության շրջանակում կասեցվել են նաեւ հովանավորության ծրագրեր Կուբայից, Հայիթիից, Նիկարագուայից եւ Վենեսուելայից ժամանողների համար։ Տեղատարապ անձրևները, հեղեղումները, փոթորիկները լուրջ խնդիրներ են ստեղծել Միջին Արևմուտքում եւ հարավում խլելով արդեն 8 մարդու կյանք։ Շատ համայնքներ դեռևս ուշքի չէին եկել շաբաթվա սկզբին տեղի ունեցած տորնադոներից։ Հեղեղները փակել են մի շարք մայրուղիներ, իսկ Լուիսվիլի մոտակայքում հողանցք է տեղի ունեցել, առաջացնելով մեծ ճանապարհային խցանումներ։ Հապկինսվիլի 31,000 բնակչությամբ քաղաքում կենտրոնը ամբողջությամբ ջրի տակ է անցել, իսկ փրկարարները իրականացնում են ջրից դուրս բերելու աշխատանքներ։ Ուշ երեկոյան հնարավոր են նոր վտանգավոր մրրիկներ հզոր տորնադոներով եւ կարկուտներով սկսած Տեխասից մինչեւ Միսուրի։ Օդերևութաբաններն ահազանգում են, ջրհեղեղները կարող են քշել մեքենաներ, իսկ տուժած հատվածում ապրում է մոտ 2.3 միլիոն մարդ։ Տորնադոյի առաջին ալիքից մահացել են մարդիկ Թենեսիում, Միսուրիում, Ինդիանայում, այդ թվում Հրշեջ ծառայության ղեկավար Գարի Մուրը։ Այս աղետալի իրավիճակն արագ զարգանում է եւ շարունակում է վտանգի տակ պահել միլիոնավոր ամերիկացիների։ Հրեշտակների թե մեղքերի քաղաք։ Լոս Անջելես քաունթի իշխանությունները հայտարարել են, որ համաձայնության են հասել շուրջ $4 միլիարդ փոխհատուցման վերաբերյալ կապված 1959 թվականից ի վեր անչափահասների հիմնարկներում կատարված սեռական բռնությունների շուրջ 7000 հայցերի հետ։ Այս գործարքը պետք է հաստատվի Լոս Անջելեսի շրջանային վերադաս խորհրդի կողմից։ Սա կլինի պատմության ամենախոշոր եւ լուրջ ֆինանսական հետևանքները շրջանի համար։ Այժմ, երբ Լոս Անջելեսի շրջանը, որտեղ ապրում է շուրջ 10 միլիոն մարդ, պայքարում է
$9 միլիարդ բյուջեի ֆինանսական խնդիրների դեմ սա լուրջ հարց է։ Շրջանի փոխհատուցումների խորհուրդը հարցը կքննարկի երկուշաբթի օրը, իսկ եթե այն հաստատվելու, ապա վերջնական որոշումը կկայացվի ապրիլի 29-ին վերադաս խորհրդի նիստում։ Եթե պատմությամբ հետ գնանք, 2024 թվական Լոս Անջելեսի կաթոլիկ arczepiskopos-արանը համաձայնել է վճարել $800 միլիոն հոգևորականների սեռական բռնության զոհերին։ Սա բերում է ընդհանուր գումարը $1.5 միլիարդ, ներառյալ Սանտա Բարբարա, Վենտուրա եւ Լոս Անջելես շրջանները։ 2022 թվական Ամերիկայի սկաուտների կազմակերպությունը համաձայնեց վճարել $2.6 միլիարդ ավելի քան 80,000 տղամարդկանց, ովքեր պնդում են, որ իրենց մանկության տարիներին բռնության են ենթարկվել առաջնորդների կամ այլոց կողմից։ Այն ժամանակ սա համարվում էր ամենամեծ սեռական բռնության փոխհատուցումը Միացյալ Նահանգներում։ 2021 թվական Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը կնքեց $852 միլիոն փոխհատուցման պայմանագիր ավելի քան 700 կանանց հետ կապված համալսարանի երկարամյա գինեկոլոգ բժիշկ Ջորջ Թինդելի կողմից ենթարկված սեռական բռնությունների հետ։ Նախորդ տարիների դասային հայցով համալսարանը ընդհանուր վճարել է ավելի քան $1 միլիարդ։ 2018 թվական Միչիգանի պետական համալսարանը համաձայնել է վճարել $500 միլիոն ավելի քան 300 կնոջ եւ աղջիկների կապված սպորտային բժիշկ Լարի Նասարի բռնարարքների հետ։ Արդարադատության նախարարությունը առանձին կնքեց $138.7 միլիոն փոխհատուցման պայմանագիր կապված FBI թերացումների հետ Նասարի դեմ ներկայացված բողոքների վերաբերյալ։ Նույն թվականին Սուրբ Պողոսի եւ Մինեապոլիսի կաթողիկե arczepiskopos-արանը համաձայնեց $210 միլիոն փոխհատուցման 450 բռնության զոհերի հետ։ 2007 թվական Լոս Անջելեսի arczepiskopos-արանը վճարեց $660 միլիոն կապված 508 զոհերի հետ։ Նույն թվականին Սան Դիեգոյի կաթոլիկ թեմը վճարում է $198 միլիոն 400 հայցերի կարգավորման նպատակով։ Սա դեռևս մի մասն է։ Այս փոխհատուցումները ցույց են տալիս, թե որքան խորն ու արմատական է եղել տարիներ շարունակ հաստատություններում սեռական բռնությունների խնդիրը։ Եթե բնակվում եք Ջորջիայում, ապա թվեր ենք բերել ձեզ համար։ Նահանգը կավելացնի պետական ֆինանսավորումը ուղղված մասնավոր դպրոցների վաուչերային ծրագրին եւ աղքատ ընտանիքների երեխաների կրթությանը հանրային դպրոցներում։ Այս մասին հայտնում են պաշտոնյաները, ներկայացնելով օրենսդիրների կողմից այսօր համաձայնեցված բյուջե։ House Bill 68-ը նախատեսում է 37.8 միլիարդ պետական բյուջե եւ 67.2 միլիարդ ընդհանուր ծախս, ներառյալ դաշնային եւ այլ աղբյուրները, սկսած հուլիսի 1-ից։ Գլխավոր թվերը $141 միլիոն կուղվի մասնավոր դպրոցների եւ տնային ուսուցման համար նախատեսված նոր վաուչերային ծրագրին։ Յուրաքանչյուր վաուչերի արժեքը $6,500 է, ինչը հնարավոր կդարձնի ֆինանսավորել ավելի քան 21,000 աշակերտի, եթե պահանջար կլինի այդքան բարձր։ Նախապես առաջարկվում էր տրամադրել միայն 46 միլիոն մոտ 7,000 տեղերի համար։ 15.3 միլիոն առաջին անգամ տրամադրվելու է աղքատ աշակերտների մեծ տոկոս ունեցող հանրային դպրոցներին։ Սա մեկանգամյա փորձնական ծրագիր է։ Ջորջիայում մոտ 625,000 աշակերտ ապրում է աղքատության պայմաններում, սա կազմում է հանրային դպրոցների 36% աշակերտների թիվը։ $250 հարկային նվազեցում յուրաքանչյուր 6 տարեկանից ցածր երեխայի համար սկսած 2026 թվականից։ Այս դրույթը ներառված է House Bill 36-ում, որը նաև ավելացնում է արդեն իսկ գոյություն ունեցող հարկային արտոնությունները երեխաների խնամքի համար, բարձրացնելով վերադարձի շեմը մինչև $1,500։ $10 միլիոն հատկացվելու է պետական ծառայողների կենսաթոշակային ֆոնդին միանվագ $200 բոնուսների տրամադրման նպատակով։ Այս ֆոնդը սպասարկում է ոչ ուսուցչական պետական աշխատողներին։ $0 Ջորջիան անընդմեջ երրորդ տարին չի վերցնի վարկ շինարարական նախագծերի համար։ Փոխարեն իշխանությունները կծախսեն $715 միլիոն ընթացիկ բյուջեից, խուսափելով վարկերից։ Նահանգապետ Բրայան Քեմփն ու Սենատը դեմ են արտահայտվել նոր պարտքի թողարկմանը, հիմնվելով բարձր տոկոսադրույքերի եւ անբաշխելի $11 միլիարդ կանխիկ պաշարի վրա։ Գումարած նահանգապետ Քեմփը նաև թույլ է տվել բյուջեում ավելացնել $50 միլիոն, որը կուղղվի խնամակալական ծառայություններին եւ Հյուսիսային Ջորջիայի համալսարանի գիտական շենքի կառուցմանը։ Բյուջեն Սենատում հաստատվել է 54 կողմ 1 դեմ ձայնով, իսկ ներկայացուցիչների պալատում 170 կողմ 5 դեմ։ Չինաստանը պատասխան քայլերի մասին է հայտարարել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանած մաքսատուրքերի դեմ, այդ թվում 34% լրացուցիչ մաքսատուրքեր բոլոր ամերիկյան ապրանքների վրա եւ որոշ հազվագյուտ հանքանյութերի արտահանման սահմանափակումներ, ինչը ել ավելի է խորացնում առևտրային պատերազմը երկու գերտերությունների միջև։
Թրամփը չորեքշաբթի էր հայտարարել, որ Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքը ավելացվելու է ևս 34%-ով, դրանով հասցնելով համընդհանուրը 54%-ի ներառյալ ավելի վաղ սահմանած 20%-ը։ Չինաստանի ֆինանսների նախարարությունն այսօր հայտարարել է, որ լրացուցիչ մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն ապրիլի 10-ից։ Չինաստանը նախկինում արդեն սահմանել էր 15% մաքսատուրք ածուխի եւ հեղուկ բնական գազի ներմուծման վրա, ի պատասխան Վաշինգտոնի կողմից իր ապրանքների վրա սահմանված 10% մաքսատուրքերի։ Թրամփը True Social հարթակում անմիջապես գրեց. Չինաստանը սխալ գործեց։ Այս ամենի տնտեսական հետևանքները։ Միացյալ Նահանգների ֆոնդային շուկաներն ընկել են 2.4 տրիլիոնի կորուստ գրանցելով։ Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ սա ազգային ճգնաժամ է բանկերի բաժնետոմսերի զանգվածային անկման ֆոնին։ Եվրոպական ֆոնդային շուկաներն էլ մոտենում են վերջին 3 տարիների վատագույն շաբաթական ցուցանիշին։ Մինչդեռ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքել է տնտեսական ճգնաժամի մասին պնդումները, ասելով. տնտեսություններն անկում չեն ապրում, շուկաները արձագանքում են գլոբալ կարգի արմատական փոփոխությանը, դրանք կհարմարվեն։ Այսօր Թրամփը ստորագրել է գործադիր հրաման Միացյալ Նահանգներում TikTok-ի գործունեությունը ևս 75 օր շարունակելու համար։ Կոնգրեսը օրենք էր ընդունել, ըստ որի ByteDance-ը TikTok-ի չինական սեփականատերը պարտավոր էր մինչև հունվարի 19-ը վաճառել հարթակը կամ դադարեցնել դրա գործունեությունը ԱՄՆ-ում ազգային անվտանգության նկատառումներով։ Սակայն Թրամփը միանձնյա որոշմամբ երկարացրել էր ժամկետը, նպատակ ունենալով շարունակել բանակցությունները։ Վերջնաժամկետը ապրիլի 5-ին էր եւ հիմա էլ նախագահը ևս 75 օր է տալիս գործարք կնքելու համար։ Դաշնային դատավորը պարտավորեցրել է Թրամփի վարչակազմին վերադարձնել Մերիլենդի բնակիչ Կիլմար Աբրեգո Գարսիային Միացյալ Նահանգներ, որին սխալմամբ արտաքսել էին եւ տեղափոխել Սալվադորի բանտ։ Միացյալ Նահանգների միգրացիոն եւ մաքսային վերահսկողության ծառայությունը Գարսիային արտաքսել էր անցած ամիս, անտեսելով ներգաղթի դատավորի դեռևս 2019 թվականին կայացրած որոշումը, որը նրան պաշտպանում էր արտաքսումից դեպի Սալվադոր։ Գարսիայի կինը Միացյալ Նահանգների քաղաքացի Ջենիֆեր Վասկես Սուրան տեսաուղերձ է հղել իշխանություններին։ Ոչ մի կապ չեմ ունեցել Կիլմարի հետ այն պահից, երբ նրան տեղափոխել են Սալվադոր եւ բանտարկել։ Բոլոր կանանց, մայրերի, երեխաների, ովքեր եւս անցնում են այս դաժան բաժանումով, ասում եմ, ես ձեր կողքին եմ այս ցավոտ ճանապարհին։ Սա մղձավանջ է, որին ոչ ոք չպետք է ենթարկվի։ Եթե աշխարհի բոլոր փողերն ունենայի, կծախսեի թեկուզ 1 զանգ կատարելու համար, միայն թե Կիլմարի ձայնը լսեի, ասել են նա։ Կիլմար, եթե դու ինձ լսում ես, անչափ կարոտել եմ քեզ, պայքարում եմ քեզ համար ու մեր երեխաների։ Սպիտակ տունը հայտարարել է, որ Կիլմար Աբրեգո Գարսիան անդամակցել է MS-13 խմբավորմանը եւ նշել է, որ Միացյալ Նահանգների դատարանները իրավասու չեն այս հարցով, քանի որ Գարսիան այլևս Միացյալ Նահանգներում չէ։ Սակայն նրա փաստաբանները հակադարձում են, որևէ ապացույց չկա, որ նա կապ ունի MS-13-ի հետ։ Ենթադրյալ 3 MS-13 հանցախմբի անդամների դեմ դաշնային մեղադրանքներ են առաջադրվել Ֆլորիդայում շուրջ 10 տարի առաջ տեղի ունեցած սպանության կապակցությամբ։ Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին, ընդգծելով Թրամփի վարչակազմի նախաձեռնությունը պայքարելու բռնի հանցախմբերի դեմ։ Բոնդին Ֆորտ Լոդերդեյլում իրավապահների համատեղ ասուլիսում նշել է, որ արդարադատության նախարարությունը հատուկ ջանքեր է գործադրում այս հանցախմբի դեմ պայքարում։ Եթե դու հանցախմբի անդամ ես եւ ապրում ես այս երկրում, իմ խորհուրդն է՝ ինքնակամ արտագաղթիր, որովհետեւ մենք գալիս ենք քո հետևից, ասել է Բոնդին։ 3 կասկածյալներն առնչվում են 2014-ից 15 թվականներին հարավային Ֆլորիդայում կատարված 4 սպանություններից մեկի հետ։ Ըստ գլխավոր դատախազի նախորդ ամսվա ընթացքում դաշնային մեղադրանքներ են ներկայացվել նրանցից 3-ին 1 անձի սպանությանը մասնակցելու համար։ Զոհը դանակահարվել է մոտ 100 անգամ, այնուհետև գնդակահարվել։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։